Արտաշես Սարգսակյան այսօր դատական ինստիտուտի ինչ ակնկալիքներ ուներ կբավարարի դատարանաձև կարծիքի այդ միջնորդությունը կալանքի ժամկետը երկարաձգվի թե ոչ։ Իհարկե կբավարարի, արդեն դատարանները ցավոք սրտի շատ կանխատեսելի են եւ երկար մտածելու խնդիրը չկա, բնականաբար կերկարացնեն, կալանքի միջոցը խափանման միջոցը կպահպանեն։ Վերջերս երկու օր առաջ հայտնի դարձավ, որ Պաշտպանության նախարարի հրամանոց ինտերեսների ինստիտուտն է լուծարվում բանակում, նախ այս ինստիտուտի կարևորությանը խնդրում եմ անդրադարձեք եւ ինչու որոշեցին լուծարել։ Նախ ես անձամբ շատ կնդերեսների ճանաչել եմ ու իրենց ծառայության ընթացքից խոսել եմ, պատմել են եւ կարամ ասեմ շատ կարևոր էր գնդերեսների ներկայությունը բանակում եւ զինվորների բարոյահոգեբանական մթնոլորտի հետ կապված եւ ծառայողներին պաշտպանելու հետ կապված ներքին խնդիրներում, օրինակ վերադասի կողմից ինչ-որ ճնշումների դեպքում կամ ներքին խնդիրների դեպքում շատ օգուտ էին տվել եւ իրոք շատ երևի նույնիսկ ինքնասպանության փորձեր էին կանխել, շատ առողջացնող դեր ունեին գնդերեսները հոգևոր առումով եւ ընդհանրապես կենցաղային առումով բանակում ցավալի է եւ Քրիստոս մեզ ասում է, որ ծառը պատուղներով է ճանաչվում եւ պետք է մենք գործով ճանաչենք մարդկանց, իրենք իրենց քրիստոնյա են անվանում, հայ եկեղեցու հետևորդ, բայց իրենք նույն եկեղեցին, որին որ իրենց հայրն են համարում, մայրն են համարում, իրենք դուրս են հանում բանակից, բանակում ներկայությունը հանում են եկեղեցու, բնական է իրենք մեր եկեղեցու անդամներ չեն, իրենք իրենց գործով ցույց են տալիս, որ իրենք հագարակ են եկեղեցուն։ Հագարակ դեպքում որևէ իմաստ չուներ գնդերեսների ինստիտուտը լուծարեն։ Լսել եմ, որ այդպիսի բաներ եղել են, կանչել են գնդերեսներին եւ ամեն մեկին առանձին ինչ-որ խնդիրներ են տրել միանալու, այդ զուտ լսել եմ, անձամբ ես տեղեկություն չունեմ, բայց բնականաբար այս ամեն ինչի տրամաբանության մեջ տեղավորվում է այդ լուրերը եւ քանի որ չի հաջողվել իրենց միացնել գնդերեսներին իրենց տխրահռչակ այս շոուին, ստիգված արդեն որոշել են գնդերեսների ինստիտուտը ցրել, ինչը որ միանշանակ վնասում է առաջին հերթին մեր Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին եւ զինվորներին։ Եվ այս մասին ավելի շատ պետք է մտածել ազգաբնակչությունը, քան թե մենք։ Մենք մեր ծառայությունն ենք անում իրենց համար։ Հիմա իրենք զրկվելու են այդ ծառայությունից, իրենց զավակները ավելի քիչ բարվոք, ավելի ոչ հոգևոր մթնոլորտում են ծառայելու եւ հոգևորականների ծառայություններից չեն կարողանալու օգտվել, ինչի կարիքը որ միանշանակ շատ ունեին եւ անգնահատելի էր պարզապես։ Այդ պետք է մենք ժողովուրդը մտածի, որովհետեւ իրենք են այստեղ ամենամեծ դուժողը։ Ինչ պետք է անի ժողովուրդը, օրինակ Արտաշես Սարգսակյան եւ եկեղեցու դեմ հոգեվորականների նկատմամբ այս շնորհումները ինչ հանդիսանում պետք է ստանա եւ ինչ ճանապարհով։ Ցավոք սրտի ես կարծում եմ, որ այս հարցերից էր տված հարցերի պատասխանները պետք է տային մեր քաղաքական գործիչները, նաեւ ընդդիմադիր գործիչները բնականաբար, որտեղ քանի որ այս հարցերը քաղաքական խնդիրներ են եւ քաղաքական լուծումներ են պահանջում, ես հոգեվորական եմ, սարգսակ եմ եւ դեռ կոնկրետ լուծումներ չեմ կարող առաջարկել, բայց պետք է մտածենք այդ առումով, ինչ կարող անի քաղաքացին իր իրավունքները պաշտպանելու ցավոք սրտի սեփական պետությունից, քանի որ այսօր մեր պետությունը աշխատում է մեր ազգի դեմ։ Արտաշես Սարգսակյան, այսինքն ընդդիմությունը պասիվ վիճակում է, հա, ահավոր պատշաճի չի արձագանքում այդ գործընթացներին, ինչ-որ քայլեր չի անում, զուտ այսպես կողքի դիտորդի դերում է հայտնվել։ Ես չեմ կասկածում իրենց բարեխղճությանը, բայց թող ինձ ներեն, բայց կասկածում եմ իրենց կարողություններին, որովհետև
եթե իրենք կարողություններ ունենային մասնագիտական, եւ եթե պատահական մարդիկ չլինեին այնտեղ, միգուցե ավելի ռեալ լուծումներ առաջարկեին եւ այսօր գոնե քայլեր անեին, ժողովուրդն տեսներ այդ լուծումները եւ կգնար իրենց հետևից։ Այսօր որևէ լուծում չի առաջարկվում ցավոք սրտի։ Արտաշես Արտավակ, իսկ այդ լուծումը մեր սահմանադրությունը չի առաջարկում, որ եկեղեցին եւ պետությունը անջատեն եւ աշխարհիկ իշխանությունը իրավունք չունի եկեղեցու ներքին գործերի միջամտել։ Այստեղ տեղին է ասել, ուժն է ծնում իրավունք։ Ուժը իրենց ձեռքում է, ոստիկանությունը իրենց ձեռքում են, դատական մարմիններն իրենց ձեռքում են, ուզուրպացրել են ամբողջ պետական համակարգը եւ հիմա փաստացի սահմանադրությունը կարող է ինչ-որ մեկը ասել, որ ես եմ սահմանադրությունը։ Եվ այս դեպքում արդեն այդ սահմանադրությունը վերածվում են տանում են թղթի կդորի, որ նոր ոչ մի նշանակություն չունի։ Խնդրում։ Սրբազանը լավ է, ապակինվում է, հիմա ապակինման փուլի մեջ է, որից հետո էլի խնդիրներ ունի առողջական, որոնց որ անդրադառնալու են բժիշկները, ձեր թույլտվությամբ չեմ ուզենա մատնանշել կոնկրետ ինչ խնդիրներ են, բայց աստիճանաբար լուծվում են առողջական խնդիրները։ Շնորհակալություն։